Մարիա հեռուստասերիալում Ռուբենը գնում է Օֆայի տուն նրա բուժման համար նախատեսված դեղամիջոցներով, սակայն Օֆան արձագանքում է ասելով, որ կարիք չկար այդքան նեղություն քաշելու, քանի որ ինքը կարող էր իր քրոջը Լիանին ասել, եւ Լիանը կբերեր անհրաժեշտ դեղերը, բայց Ռուբենը պնդում է, որ ինքն ամեն ինչի պատրաստ է հանուն նրա։ Ռուբենի այս վերաբերմունքը հուշում է, որ նա արդեն առանց երկմտելու իր կյանքը կապում է Օֆայի հետ եւ պատրաստ է անել ամեն ինչ նրան օգնելու համար։ Սակայն հարց է առաջանում, արդյոք Օֆան կընդունի Ռուբենի աջակցությունը, թե դեռ կփորձի հեռավորություն պահել։ Մինչ այդ Սոֆիայի սիրեկանը Արտակը Սոֆիային ասում է, որ իրենք արդեն Եվրոպայում հերթագրված են եւ պետք է շտապ մեկնել փաստաթղթեր ստանալու ու այնտեղ հաստատվելու համար։ Սակայն այստեղ կա մի մեծ խոչընդոտ։ Առանց Սոֆիայի երեխայի այս ամենը անհնար է։ Արտակը բացահայտ ասում է, որ երեխայի հարցը պետք է հնարավորինս շուտ լուծվի։ Սա նշանակում է, որ առաջիկա սերիաներում նրանք կարող են փորձել նոր անազնիվ քայլեր երեխային իրենցով անելու համար։ Մյուս կողմից Մարիան շարունակում է պայքարել Սոֆիայի նախկին ամուսնու համար, որպեսզի երեխային դատարանը վերադարձնի նրան։ Սոֆիայի նախկին ամուսինը ինքն էլ դիմում է Մարիային, խնդրելով անել ամեն բան, որպեսզի իր դուստրը մնա իր հետ։ Մարիան էլ վստահեցնում է, որ բոլոր հնարավոր միջոցներով փորձում է փոխել դատարանի որոշումը։ Սա նշանակում է, որ առաջիկայում մենք կարող ենք սպասել նոր զարգացումների կապված այս գործի հետ։ Մարիան, լինելով սկզբունքային եւ արդարության կողմնակից, պատրաստ է պայքարել մինչև վերջ, ինչը կարող է շատ վտանգավոր լինել Մարիայի համար։ Իսկ այս ընթացքում Ռաֆն այցելում է Դավիթին, փորձելով ճնշում գործադրել նրա վրա։ Նա ասում է, որ հեռու մնա Մարիայից, քանի որ տեսել է նրան Մարիայի տան մոտ։ Սակայն Դավիթն էլ իր հերթին պատասխանում է, որ եթե Ռաֆն իսկապես Մարիայի կողքին է, ապա լավ կլինի զբաղվի իր սիրած աղջկա խնդիրներով, որպես ինքը ստիպված չլինի ամեն անգամ փրկել Մարիային տհաճ միջադեպերից։ Դավիթի այս խոսքերը կարող են լուրջ հարված լինել Ռաֆի համար, քանի որ սա նշանակում է, որ Մարիան կրկին վտանգի մեջ է, եւ Դավիթն է արդեն գործում նրան պաշտպանելու համար։ Ռաֆը, հասկանալով, որ Մարիան իրենից հեռու է մնում, սկսում է հետևել նրան եւ իմանում է Սոֆիայի պատմության մասին։ Նա հանդիպում է Արտակին եւ առաջարկում իր օգնությունը, ասելով, որ գիտի, որ նա խնդիրներ ունի եւ պատրաստ է աջակցել։ Սակայն այստեղ հարց է առաջանում. ինչ օգնություն է առաջարկում Ռաֆը։ Միգուցե հենց նա է դառնալու Արտակի դաշնակիցը, որպեսզի Սոֆիայի ու նրա սիրեկանի ծրագիրը հաջողվի ու նրանք արագ հեռանան Եվրոպա։ Հարգելի հետևորդներ, ինչ կա Ռաֆի մտքին։ Արդյոք նա ցանկանում է օգնել Մարիային, թե վնասել։ Գրեք մեկնաբանություն եւ սեղմեք բաժանորդագրվել կոճակը։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապին քնած։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մի խոսքը։ Ռեյսար։ Տեկնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Он մոսկովաց նման։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես սպասում եմ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Գրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было с тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։
Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10-ա, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է ասցեն, նոր կրկն եմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա արված սերիաները։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինը նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվեց ժամը 3-ին, ցերեկը։ 3-ին ու 6-ին ավարտվեց։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, դա 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ չկանը։ Նորմալ։ Մարիա ջան, ես արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց պես Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ Ասես որ լավ զիքենք։ Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կյանք կարող է։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինքը շատ լավ բաբա է։ Են դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։ Սիրում ես ինձ։